Կազմակերպված հանցավոր խմբի անդամների մի մասին դատախազությունը մինչև օրվա վերջ պաշտոնապես մեղադրանք կառաջադրի, իսկ մյուսներին արդեն առաջադրել է։ Դրանից հետո դատարանը կքննարկի խափանման միջոցի կիրառման հարցը։ Խոսքը վերաբերում է այն խմբերին, որոնք ցանկացողներին առաջարկում էին օգնություն Ամերիկայի եւ Կանադայի վիզաների ստացման հարցում, դրա դիմաց ստանալով որոշակի գումարային վարձատրություն։ Նշված անձին կեղծ փաստաթղթերի կիրառմամբ եւ կեղծ պատմություններ ստեղծելով քաղաքացիներին խոստանում էին վիզաների ստացում։ Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 3 անձ, իսկ 6 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 9 տարվա ժամկետով ազատազրկում։ Ընդդիմությունում հակասությունների թեման այս անգամ Ամերիկայի պետվարչության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո իրարից տարբերվող հայտարարությունների անելն է։ Լելո կուսակցությունում հայտարարել են, որ պետվարչության ներկայացուցիչներից լսել են, թե գործող ժողովրդավարությունը պահանջում է ուժեղ ընդդիմություն եւ քաղաքական ինստիտուտների մասնակցություն։ Գրիգոլ Գեգելյայի այս գնահատականին սոցիալական ցանցում արձագանքել է ընդդիմության դաշինքի առաջնորդներից մեկը Նիկա Գվարամյան։ Նրա խոսքով ամերիկացիները նման բան չեն ասել եւ հնարավոր է, որ Գեգելյան ստում է։ Իր հերթին Գեգելյան Գվարամյային մեղադրում է անբարեխեղճության կամ անգլերեն լեզվի չիմացության մեջ։ Հիշեցնենք, որ նահանգների պետվարչության պատվիրակության ներկայացուցիչները անցյալ շաբաթ հանդիպել էին իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ։ Ամերիկայի եւ Իրանի միջև հակամարտությունը շարունակվում է։ Իրանը հարվածներ է հասցրել ամերիկյան ռազմաբազաներին եւ Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող նավի։ Որպես պատճառ անվանել են նահանգների կողմից Իրանի հետ կապված նավթատար տանկերի եւ Ղեշմ կղզու դեմ իրականացված հարվածները։ Իրանական կողմը պնդում է, որ հարված է հասցրել Բահրեյնում գտնվող ԱՄՆ-ի 5 նավատորմի շտապ բնակարանին, ինչը ԱՄՆ-ի զինվորականները հերքում են։ Մինչ այդ նահանգների զինված ուժերը պաշտպանական հարվածներ էին իրականացրել Իրանի Ղեշմ կղզում։ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության տեղեկությամբ այդ գործողությանը նախորդել էր Իրանի կողմից տարածաշրջանային հարևանների ուղղությամբ բալիստիկ հրթիռային հարձակում իրականացնելու փորձը։ Հայտնի է դարձել, որ Իրանի հարձակման հետևանքով վնասվել է Քուվեյթի միջազգային օդանավակայանը, ժամանակավորապես դադարեցվել է օդային հաղորդակցությունը։ Կան նաև վիրավորներ։ Հայաստանը ինքնիշխան եւ անկախ պետություն է, իսկ նրա բնակչությունը ազատ։ Այս մասին հայտարարել է ընդլայնման հարցերով Եվրահանձնակատարը։ Մարտա Կոսի խոսքով նա արդյունավետ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ, որի ժամանակ եւս մեկ անգամ հաստատել է Եվրամիության համերաշխությունը Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի աճող տնտեսական ճնշման ֆոնին։ Մենք փնտրում ենք ուղիներ, որպեսզի կարճաժամկետ հեռանկարում մեծացնենք Եվրամիության աջակցությունը Հայաստանին, ինչպես նաեւ կարագացնենք աշխատանքը հարավային Կովկասում եւ դրա ներսում առևտրային ու էներգետիկ կապերի ամրապնդման ուղղությամբ, որպեսզի աջակցենք Հայաստանի տնտեսական կապերին իր անմիջական հարևանների հետ, նշել է Կոսը։ Հունգարիան ոչ զինվորներ եւ ոչ էլ զենք չի ուղարկի Ուկրաինա, հայտարարել է Հունգարիայի վարչապետը։ Նրա խոսքով այս հարցում Բուդապեշտի դիրքորոշումը չի փոխվել նաեւ նոր կառավարության պայմաններում։ Պետեր Մադյարը Ֆրիդրիխ Մերցի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ զրուցել է նաեւ Եվրամիության մասին եւ հայտարարել, որ վետոյի իրավունքը արժե կիրառել միայն այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է ազգային շահերին։ Իսկ Գերմանիայի կանցլերի խոսքով Հունգարիայի հետ առկա երկկողմ հարցերը, ինչպիսին է Ուկրաինայում բնակվող հունգարական փոքրամասնության իրավունքների խնդիրը, պետք է լուծվեն առանձին։ Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը հանդիպել է Ժնևի միջազգային քննարկումների համանախագահների հետ։ Քննարկել են օկուպացված տարածքներում եւ օկուպացիոն գծի երկայնքով ստեղծված իրավիճակը եւ խորել անվտանգության ոլորտում առկա մարտահրավերների շուրջ։ Հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի օկուպացված տարածքներում անօրինական կալանքի տակ գտնվող անձանց ազատ արձակման հարցին։ Ուշադրություն է դարձվել օկուպացիոն գծի երկայնքով արձանագրված այսպես կոչված սահմանազատման անօրինական գործընթացին եւ դրա հետևանքներին։ Ընդգծվել է օկուպացված տարածքներ Եվրամիության դիտորդական առաքելությունների անսահմանափակ մուտքի ապահովման կարևորությունը։ Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ հետախուզվող Թուրքիայի քաղաքացու են ձերբակալել Աջարիայի գլխավոր բաժնի աշխատակիցները։ Նա միջազգային մակարդակով հետախուզվում էր տարբեր հանցագործությունների համար։ Իրավապահները իրականացված քննչական գործողությունների արդյունքում դատապարտված անձին ձերբակալել են Բաթումիում։ Ներկայումս ձերբակալվածի նկատմամբ ընթանում են օրենքով նախատեսված արտահանձնման ընթացակարգերը։
ԱՄՆ-ի պետքարտուղարը զրուցել է նաև այսպես կոչված Թրամփի երթուղու մասին։ Մարկո Ռուբիոյի հայտարարությամբ Հայաստանի հետ համաձայնագիրը նահանգներին կտա հնարավորություն մասնավոր հատվածին ներդրումներ իրականացնել նշված միջանցքում։ Ինչպես նշել է Մարկո Ռուբիոն, Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ներգրավվածությամբ Ռուսաստանը երջանիկ չէ։ Ի տեղեկություն, Թրամփի երթուղու վերաբերյալ համաձայնագիրը Հայաստանի հետ ստորագրվել է անցյալ շաբաթ։ Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը շարունակում է իր այցը Կանադա։ Այսօր նախատեսված են բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ։ Քննարկումներ արդեն կայացել են երկրի օրենսդիր մարմնի խոսնակի հետ։ Հանդիպումներ են անցկացվել նաև տարբեր խորհրդարանական հանձնաժողովներում։ Այցի ավարտին խորհրդարանական պատվիրակությունը կհանդիպի նաև Կանադայում բնակվող վրացական սփյուռքի հետ։